Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլքերսոն, օր նոյեմբերի 18։ Պաշտպանություն սատանայի ստերից շնորհքի մասին։ Փառք Աստծո, Հուդան մեզ տվեց պաշտպանության 3 միջոց սատանայի շնորհի մասին ստերի գայթակղություններից։ Հուդան գրում է. «Բայց դուք, սիրելիներ, ձեր անձերը ձեր սուրբ հավատքի վրա շինեցեք Սուրբ Հոգով աղոթք անելով, որ ձեր անձերը Աստծո սերի մեջ պահեք, սպասելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությանը հավիտենական կյանքի համար»։ Հուդա 20-21 խոսքեր։ Եկեք ուշադրություն դարձնենք այս համարի 3 կետերին։ Առաջին, մենք պետք է շինենք մեր անձերը մեր հավատքի վրա։ Ինչպես կարող ենք դա անել։ Աստծո խոսքը ջանասիրաբար ուսումնասիրելով։ Սակայն հավատքը գալիս է ոչ միայն Աստվածաշունչը կարդալուց, այլև կարդացածը լսելուց և կատարելուց։ Մենք պետք է կարդանք Աստծո խոսքը, ընդունենք այն մեր սրտերում և հնազանդվենք նրա հանդիմանությանը։ Սա մեր մեջ հոգևոր զգաստություն կբերի։ Այդ դեպքում, անկախ նրանից, թե ինչ ուղերձ լսենք քարոզում, մենք չենք տարվի որևէ մեկի ստերով կամ անլուրջությամբ։ Երկրորդ, մենք պետք է աղոթենք Սուրբ Հոգով։ Սա նշանակում է ոչ միայն աղոթել եկեղեցում, այլև առանձնանալ Տիրոջ հետ։ Մենք պետք է խնդրենք Աստծո Հոգուն լուսավորել մեր սրտերը իր լույսով և ընդունել նրա առաջնորդությունը, որպեսզի կարողանանք շնորհք գտնել ցանկացած թերության համար։ Երրորդ, մենք չպետք է որևէ բանի մասին անհանգստանանք, այլ փոխարենը սպասենք մեր Տիրոջ գալուստին։ Եթե մենք ուսումնասիրենք Աստծո խոսքը և աղոթենք Հոգով, չենք կարող չսպասել Տեր Հիսուսի հանկարծակի հայտնվելուն։ Մենք կհասկանանք, որ այս աշխարհը մեր տունը չէ, և մենք կսպասենք, որ մեր Տերը կգա մեզ համար ցանկացած պահի։ Եթե կիրառեք այս 3 նախազգուշական միջոցները, կհասկանաք իրական շնորհը։ Դուք չեք գայթակղվի ապականության մեջ ճշմարիտ շնորհի մասին որևէ աղավաղված խոսքերով։ Հուդան հայտարարում է, որ եթե մենք դա անենք, կքաղենք այս աղոթքի պտուղները և նրան, որ կարող է անարատ պահել ձեզ և անկեղծ կանգնեցնել իր փառքի առաջին անբիծ ցնծությունով։ Հուդա 24-րդ խոսք։